Բարի լույս իմ հայրենակիցներ, ողջույններս բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ, որ աջակցում եք ալիքին, դնում եք ձեր լայքերը, գրում եք կոմենտներ, իրոք խորապես շնորհակալ եմ ես դրա համար, դա ինձ մեծ օգնություն է, ունենք ընկերներ, ովքեր շատ ակտիվ են ու ես իմ երախտագիտությունը ձեզ շուտով կհայտնեմ, ունեմ մի քանի մտքեր, այնց որ խնդրում եմ պահպանեք ակտիվությունը, դե բոլոր մեր մյուս են հայրենակիցները, ովքեր այս պահին դիտում են իմ վիդեոն, բայց դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կրնեմ, հավանելու դեպքում գրանցվեք ալիքին, դրեք ձեր լայքերը, գրեք կոմենտներ, ինձ մեծ օգնություն կլինի, շնորհակալ եմ նախապես։ Այսօր հինգշաբթի, անպամած եղանակը, ինչպես տեսնում եք, խոստացել են, որ անձրև է գալու, չգիտեմ ինչքան է գալու, գալու է, չի գալու, մի խոսքով, բայց անպամած է։ Վերջի օրը տեսակ 3 շաբթի էր, աշխատեցի վատ չէր, ու ես ինչպես եւ կանխատեսում էի 4 շաբթի իմ 3 շաբթի օրվա աշխատածս իմ քթերից բերեց, մեր ժողովրդական լեզվով ասած, 4 շաբթի 0, ոչ մի բան չեմ արել, 10 ժամ օնլայն եմ եղել, հետո արդեն ջղայնացած անջատել եմ, գնացել եմ տուն, մի խոսքով այսօր հույս ունենանք, տենց չի լինի, այսօր հույս ունենանք, լավ կլինի, մի բան կանենք, մի բան կաշխատենք, նկարելու բան կլինի, ձեզ ցույց տալու բան կլինի, չնայած այսօր երեխեքներ ոնց որ դպրոցը շուտ են վերջացնում, հենց որ մի խոսքով տեսնենք ոնց ենք դասավորում մեր օրը։ Դե, առանց երկարացնելու գնացինք։ Առաջի պատվերը արդեն ունենք, ճիշտ է, կարճ պատվեր, բայց ընդամենը 1.5 մայլ էր Excel-ով $10 ու լավն էր, որ ճանապարհի վրա էր, Սանլանդի վրա բերեցի, իջացրեցի, Կանադի վրայից է վերջեցի, 1.5 մայլ բերեցի, մի խոսքով շարժում եմ դեպի Նորթ Հոլիվուդի կողմ, Բարբանկ այսօր այդ կողմ ենք իջնում, էլի, Բարբանկ, Նորթ Հոլիվուդ, չգիտեմ, Studio City, թե ոչ մի բան չտա, չնայած որ ասեմ ծրագիրը, հեսա տեսնում եք, ինքը տարածքը ոնց որ ակտիվա ցույց տալիս, վարդագույն ամբողջ տարածքը, մի խոսքով տեսնենք հաջորդը մեզ ինչ է սպասվում։ Մի շատ կարևոր ինֆորմացիա իմ կարծիքով, շատ կարևոր, ուզում եմ ձեր հետ կիսվեմ, երեք տեսա, որ վիդեոյում հենց պարզ նկարած էր, ինչպես են ուրեմն փոլիսը թաքնվում խաչմերուկների անկյուններում եւ վարձած մարդիկ, ուշադրություն, վարձած մարդիկ, ովքեր կամ հենց կարող է եւ փոլիսի աշխատողներ են, ես համոզված չեմ, բայց սովորական հագուստով, քաղաքացիական
չթույլատրված տեղից կտրում են փողոց են անցնում եւ այն մեքենաները, ովքեր իրենց չեն զիջում ճանապարհը, ուրեմն պոլիսը արդեն մոտոցիկլով դուրս է գալի տարանքից կանգնացնում ու թիքետ է գրում։ Այնց որ ժողովուրդ ջան, գիտեմ շատ ժամանակ պատամա իմ հետ էլ ա եղել, որ տեսնում եմ ինչ-որ մի հատ զբաղված փողոցում կամ որ արագությունով գնում ես, ինչ-որ մեկը փորձում է փողոց անցնել չթույլատրված տեղից ու դեռ քեզ չի հասել, ասում ես դե լավ անցնեմ, թող ինձնից հետո կանցնի, մի խոսքով զիջեք այդ մարդկանց, իզուր տեղը թիքետ չստանաք։ Գտա որ շատ կարևոր է, որ ձեր հետ կիսվեմ այս նորությունով։ Երեք վիդեոն կոնկրետ Woodland Hills-ում էր, բայց համոզված եմ, որ մենակ այնտեղ չի արվում այս ամեն ինչը, հենց որ զգուշ եղեք ու շատիր եղեք ու անփորձանք։ Իսկ դե ինչ վերաբերվում է ինձ, հիմա բրբանկում եմ, դեռ սպասում եմ պատվերի, վերջի պատվերը $10-ն էր, որ արեցինք ու դեռ ոչինչ չկա, սպասում եմ։ Ժամը արդեն 10-ն է։ Անցանք առաջ, բրբանկներ պտտվեցինք, սաղ ստուգեցինք, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ աշխատում է, փողոցի լույսերը, ամեն ինչ։ Մենակ մի հատ փոքր չնչին մանրուք կա, քան էլ կարևոր չի, պատվեր չկա։ Բայց դե հələ սպասում ենք, էլի, տեսնենք կարող է ուղղակի լիֆտը նորից մոռացել է, հեսա կհիշ երևի կասյար, հանդե մեկը կար առավոտից օնլայն է, սպասի մի հատ դրան պատվեր տամ։ Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Այսինքն չգիտեմ որն է, ասեմ, որ պատվեր չկա, արդեն քանի ժամ է ես սպասում եմ ու հիմա արդեն եկավ ժամը, որպեսզի գնամ երեխեքին դպրոցից վերցնեմ, հենց որ գնանք տեսնենք ինչ ա մեզ սպասվում, երկրորդ մասում իհարկե, որտև առաջինը այդ $10 էր, $10 քշեցի, լիֆտը գտավ, որ ես բավականին արդեն լուրջ գումար եմ աշխատել ու կարիք չկա էլ ինձ պատվեր տալու, դրա համար էլ ինձ պատվեր չի տալիս, հիմա արդեն ժամն է, ինչպես նշեցի, գնում եմ երեխեքին վերցնեմ ու կհանդիպենք արդեն օրվա երկրորդ կեսին։ Շատ ցավում եմ իմիջիալուց այն մեր տղերքի համար, ես նոր կոմենտների հատվածում ընկերներից մեկը գրեց, որ նույն խնդրով իրանել են Uber-ը փակ է, էլի է duplicate account եւ այլն, այդպես հիմարություններով։ Իմ մոտ ուղղակի այն տպավորությունն է, որ հնարավորինս ինչ-որ sense վարորդներ են մաքրում տարածքից, որովհետև ինչպես ես, այնպես էլ իմ նման շատ մեր ընկերներ, ես գիտեմ, որ ոչ մի խնդիր չեն ունեցել իրաց account-ի հետ, նորմալ աշխատել են, բայց արի ու տես ցավոք սրտի փակում են, ինչը նշանակում է, ես ոչ մի ուրիշ բացատրություն չեմ տենում, բացատրություն չեն էլ տալի, որ տեսնես, ասենք, որ բոլորին նույն բանն են ասում, տղեկից մեկը կար, նրան ուղղակի ասել էին, ոնց որ ասած պատասխան տալու եմ այնքան, ասել են, դե որ դու սովորական X-ի account էլ ունեիր, չնայած որ իր email եւ հեռախոսի համար լրիվ տարբեր են եղել, ասել են, որ ունեիր դրա համար, դրա պատճառով փակվել է, հետո երբ որ արդեն ինքը ավելի խորացել էր դրա մեջ, անընդհատ գնացել էր իրանց անհանգստացրել էր, ասենց ասած ճակերտների մեջ, որպեսզի բացեն account-ը, ասել են ստեղ ինչ-որ միտինգ ա գնում, նրսերը հիվանդանոցի մոտ միտինգ են անում և հիվանդանոցում ինչ-որ կրճատումներ է, այդ պատճառով միտինգ են անում ժողովուրդը, որ չկրճատեն աշխատողներին, հենց որ տխուր է վիճակը, տխուր է, իրոք տխուր է, ամեն բոլոր ոլորտներում է տխուր, ոնց հասկանում եմ,
չգիտեմ ես երկրում ինչա կատարվում, ինչ են անում մեզ երկրի հետ։ Բայց խայտարակ մի հատ վիճակ է։ Մի խոսքով տրամադրություն էլ չկա արդեն խոսալու, անկեղծ կասեմ։ Գնանք տեսնենք օրվա երկրորդ կեսի մի բան կանենք արդյոք թե ոչ։ Ինչ բարի երեկո հարազատներ, անցանք օրվա երկրորդ կեսին, հիմա իջնում ենք ստուգենք գլենդել Հոլիվուդի տարածքները, տեսնենք ամեն ինչ նորմալ է, փչացած լույսեր, փոսեր, չգիտեմ, տեսարժան վայրեր, իջնենք էդ էլ պտտվենք, որ այսօրվա օրը համարենք ավարտված։ Ես ճիշտն ասած սենց խոսում եմ, փորձում եմ կատակի տալ այդ ամեն ինչը, բայց իրականում վիճակը էսա, նշեցի, տեսակ մի $10 պատվեր եմ արել, եկա տուն երեխեքին բերեցի դպրոցից, հիմա 5 ժամը, դուրս եմ գալիս, իջնեմ, հիմա հակառակ կողմ, իջնեմ, փորձենք տեսնենք այդ կողմի վրա ինչ ենք անում։ Գնացինք։ Բավականին երկար սպասելուց հետո առաջի պատվերը կոմֆորտով ստացա $19 ընդամենը ինչ-որ 3 մայլ պետք է գնամ թե ինչքան, բայց արդեն էլ տարբերակ չկա, ուղղակի այսքան սպասել էլ հնարավոր չի, ժամանակի կորուստ է զուտ, որոշեցի գնամ անեմ, որ միգուցե ծրագիրը սկսի աշխատել, չգիտեմ, գնանք տեսնենք։ Այնքան լավ է անցնում, չեք պատկերացնի, առաջի երկրորդ այսինքն պատվերս նոր ավարտեցի, աշխատել եմ մի ուժեղ գումար, որ չգիտեմ ինչ եմ անելու ես այս գումարի հետ, $30, հիմա նայում եմ ուրեմն ինտերնետով Beverly Hills-ի կողմերը սեփական տուն, երևի տանեմ down դնեմ, ու վերցնեմ այդ տունը, այդ ամնում այսքան փողը ես չգիտեմ ինչ եմ անելու։ Հոլիվուդ եկանք, հիմա ստեղ սպասենք մյուս պատվերին։ Կներեք մի քիչ սենց կարող է
ոնց որ ասում եմ, ես ինձ փորձում եմ զբաղացնեմ, էլի, որպեսզի շատ տենց չջղայնանամ այս ամեն ինչը վրա շատ վատ չանդրադառնա։ Սենց եմ ես էլ տանում ես դժվար օրեր։ Մնացեք ալիքի հետ, տենանք հետո ինչ ենք անում։ Եվս մի պատվեր $22 7 մայլ։ Գիտեմ, քիչ է, գիտեմ, ինչ անեմ։ Ուրիշ բան չկա։ Ասում եմ ձեռս ուրիշ ճարել չկա, բայց այսքանով այսօր ես եզրափակվում եմ արդեն, որ անկեղծ ասեմ, համբերությունս էլ վերջացավ, էլ իմաստ չեմ տենում մնալու փողոցում։ Մերսի ժողովուրդ ջան բոլորիցդ, որ ալիքի հետ էիք, վաղն էլ կնկարեմ վիդեո, վաղը առավոտյան շուտ եմ դուրս գալու, փորձենք շուտ դուրս գալ, գոնե այդ մի բան փոխի, տեսնենք ոնց կստացվի։ Լավ եղեք, մերսի շատ, բարի գիշեր։